Նոյեմբերի 9-ին Նինոսմինդայի մշակույթի կենտրոնում իրականացվեց պարուսույց Աստղիկ Հարությունյանի հաշվետու համերգը, որին մասնակցում էին պարուսույցի Մեծգոնդուրայի և Գանձայի պարային համույթները։ Օրը տոնական էր, դահլիճը լեփ-լեցուն։ Ներկա էր նաև Նինոսմինդայի մշակույթի ու սպորտի ծառայության աշխատակազմը, հանձինս վերոնշյալ ծառայության պետի Լևոն Վարդանյանին։ Մենք ընդհանրապես տարվա վերջին սկսելով նոյեմբերից արդեն սպասում ենք այսպես հաշվետու համերգներին։ Սա առաջինն էր համերգներից եւ ընդհանրապես առաջին այն, որ սկսվեց Աստղիկ Հարությունյանի համույթներով, դա մի գեղեցիկ երևույթ է։ Մենք այսօր ստացանք գեղագիտական մի մեծ հաճույք, որ մասնակցեցին երկու գյուղերի համույթներ, Մեծգոնդուրայի եւ Գանձայի, պետք է ասել, որ իսկապես տաղանդավոր երեխաներ իսկապես գեղեցիկ պարարվեստի բազմաժանրությունով գերելով իրենց եւ լիրիկական, եւ ժամանակակից, եւ ազգագրական պարերը յուրաքանչյուր պարը եւ երաժշտության համահունչ էին, եւ իրենց շարժումներով համակայել էին։ Դա այնքան գեղեցիկ տպավորություն է, որ իսկապես վախենում եմ, որ հանկարծ մոռանամ այս ժամանակի ընթացքում այս տպավորությունը։ Վերադառնալով այն, որ մենք սկսել ենք մեր հաշվետու համերգները, պետք է ասեմ, որ մեր արժևում սպասում են նաեւ Վահանտյանի նվիրված մեծ համերգը, որը նվիրված է 140-ամյակին եւս մեր մշակույթի կենտրոնում եւ բեմադրությամբ եւ համերգով մենք եզրափակենք այս տարին եւ ինչպես միշտ եւ հաշվետու համերգները մոտակա հաշվետու համերգներից մեկը Շուշանիկ Լուրիկյանի համերգն է, որը տեղի կունենա Գանձայի մշակույթի տանը իր համույթների մասնակցությամբ, այնպես որ հագեցած գեղեցիկ օրեր մեզ դեռ սպասում է եւ մենք տարվա ամփոփման ժամանակ ոչ միայն ասենք եզրափակենք մշակութային, այլ կվայելենք մեր երեխաների արվեստը, այն որ ամբողջ տարին ընթացքում նրանք սովորում են եւ այսօր ցուցադրելով իրենց արվեստը, որը հաճել է եւ մեզ, եւ իրենց ծնողներին, եւ ընդհանրապես երաժշտությունը, արվեստը գնահատող մարդկանց, այնպես որ ես խորին մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր պարուսույցներին, մեր երկուսույցներին, որ իրենց անխոճ աշխատանքով իսկապես ընդհանրացնում են մեր մունիցիպալիտետի բոլոր գյուղերում ապրող տաղանդավոր երեխաներին։ Դա մեծ աշխատանք է։ Շնորհակալություն։ Համերգային ծրագիրը բաղկացած էր պարային բազում համարներով, ինչպես ժողովրդական, այնպես էլ ժամանակակից պարերով։ Համերգային ծրագրին մասնակցեց նաև Աստղիկ Հարությունյանի օրոդիալարի արևներ համույթը։ Նշենք, որ նրանք համարվում են շրջանավարտներ։ Աստղիկ Հարությունյանի բնությունը տվել է անսահման ուժ ու եռանդ, նաև մեծ շնորհք, եթե բեմին ուշադիր նայեցիք, դահլիճում զգացում էր տղաների խիստ պակաս։ Եվ Աստղիկին հաջողվել էր ոչ միայն սովորեցնել պարել, այլ նաև բեմական ճիշտ կերպար ձևավորել։ Շատ դժվար է 4 տղաներին եւ 11 աղջիկներին համատեղել պարի մեջ։ Դա արվեստ է իսկական, ամեն մի սցենար, բեմական ամեն մի միզեն սցենար հաշվարկված էր ճիշտ, ձևավորված էր ճիշտ, ինչը ինքնին բացի պարից արվեստ է։ Այստեղ ես հենց տղաներին հիշելով ասեմ, որ Գանձայում վատ ավանդույթ է դարձել, որ տղաները չեն բարում եւ չեն մասնակցում պարային խմբերին։ Մոռանալով, որ պարը սպորտ է արվեստ լինելուց բացի, պարը մարզում է, պարը կոփում է եւ ֆիզիկապես եւ ճաշակ եւ արվեստ ամեն ինչ պարի մեջ կա։ Հայ իրականության մեջ պարը նախապես եղել է տղամարդու կոչումը։ Հեթանոս Հայաստանում, նախնադարյան Հայաստանում պարը կիրառվել է որպես նաեւ ռազմական արվեստ։ Պատերազմ գնալուց առաջ տղամարդիկ պարում էին, նախ հաղթում էին պարելով, հետո նոր գնում էին իսկական կռվում հաղթելու։
որսի գնալուց առաջ նորից ծիսական պարեր էին կատարում, այդ պարերով հաղթում էին կենթանուն, հետո գնում էին այդ կենթանուն որսալու։ Այնպես որ ի սկզբանե պարը տղամարդու արվեստ է։ Այնպես որ սխալվում են եւ ծնողները եւ հասարակությունը, եթե մտածում են, որ պարը միայն աղջիկների համար է։ Սա մեծ հաղթանակ է, այսօր մեծ հաջողություն ստացանք, այսպիսի համերգները թող շատ լինեն։ Այսօր կանձան փայլեց, որովհետև բացի Աստղիկ Հարությունյանից այստեղ Շուշանիկ Լոլուկյանի խումբը ելույթ ունեցավ, Հայաստանի Սպիրյանի սաները երգեցին, այնպես որ շրջանը այս իմաստով ծաղկում է եւ ծաղկում է ապրում կանձան մանավանդ։ Մենք հականատես եղանք Աստղիկ Հարությունյանի հաշվետու համերգին, որտեղ պարում էին եւ գանձայի խմբերը եւ կոնդուրայի խմբերը։ Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել Աստղիկ Հարությունյանի հետ եւ կարող եմ ասել, որ այսօր մենք տեսել ենք իսկական խմբերի պար, բեմադրություն, շորերի ձևավորում եւ ամեն ինչը շատ գոգիկ, շատ գեղեցիկ ներկայացվել է։ Ես շատ շնորհակալ եմ Աստղիկին, որ կարողացավ այս ամենը ներկայացնել եւ բոլոր հանդիսատեսին գոհացնել։ Գիտեք, մեր տարածաշրջանում կարող եմ ասել, որ պարարվեստը շատ մեծ զարգացում ունի արդեն։ Մենք նույնիսկ կարող ենք մեծ պրոֆեսիոնալ խմբերի հետ մրցել ու բազմիցս արդեն խմբերը մասնակցել են եւ Հայաստանում եւ Վրաստանում, մեծ քաղաքներում, մայրաքաղաքներում եւ արժանացել են դիպլոմների, մեդալների, որի համար շնորհակալություն եւս մեկ անգամ Աստղիկ Հարությունյանին։ Պարապմունքները շատ լավ։ Մենք ունենք մեր արդեն 20 տարուց ավել է, որը գործում է պարի խումբը, փոփոխվելով, այս մեր Աստղիկի խումբ էլ, սա հրաշք էր, այս հոգր, ես գիտեմ դա, ամբողջ աշխարհը արդեն հիմա այս բան է դարձել, որ բոլորը կտեսնեն դա ինչ է։ Նրա աշխատանքները շատ են, տեսնում ենք, իրա խղճով ամենակարևորը, դա է մարդը, եթե ունես հոգի մեծ, ուրեմն կարող ես դաստիարակել երեխաներին, ու ես շնորհակալություն եմ հայտնում եւ ծնողներից, եւ տնօրենությանը, մշակույթի տան, եւ բոլորին, ես չեմ ուզում մոռանալ անդեսել մեր Գայլ Ղարսյանին, որը ես գիտեմ այս բարը ինքն է, ոչ թե ասեմ տնորել է, այլ քիչ էր, շատ քիչ էր մեզ մոտ։ Իսկ հիմա տեսնում եք, աշխարհն է տեսնում մեր ջավախքը, օրգանք ու ապրում ենք։ Մենք ես շնորհակալ եմ մեր բոլոր երեխաներից, պարուսուցիչ, Աստղիկից, Լուսինեից ու բոլորից, ես չեմ կարող։ Ես ապրում եմ մեծ հաճույքով, որ տեսա այս փոքրիկների եւ մեծերի բարը։ Ես ցանկանում եմ, որ ես մեր երեխաները նորից տեսնենք բոլոր արտասահմանյան սփյուռքներում, թող բարեն ցույց տան, որ կանք մենք, ապրում ենք ինչպես ջավախք, ապրում ենք, մենք հայ ենք ու գաբրենք, թող լինեն այդպիսի պայուսություններ, բոլորը, ես բոլորի կողմից եմ ասում, ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Ու շնորհակալ եմ ձեզանից, որ դուք աջակցում եք բոլոր մեկին։ Ես ցանկանում եմ փոքրիկներին թող տեսնեն մեծ բեմեր, ցույց տան, փոքրիկը պետք է ցույց տա իր պարուսուցին, ոչ թե պարուսուցը ցույց է տալիս իր առաջի քայլերը, որը կատարում են, մեծ հրաշք թող լինի։ Ես ցանկանում եմ բոլորին ամենալավը ու կանձամ, մենակ ես մեծ գնդուրան չեմ ասում, որ իմ գյուղն է, ես եմ գեղարվեստական մասի ղեկավարը,
Շատ լավ է։ Հրաշք երեխաներ ու հրաշք պարուսուցներ, թող լինեն շատերը լինեն բոլորը։ Ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ բոլորին։ Գանձայի եւ Մեծգոնդուրայի երեխաների կատարումները գրավեցին բոլորի ուշադրությունը, ինչպես ցուցաբերած ելույթներով, այնպես էլ տարազների բարձրաճաշակ դիզայնով։ Պարուսույցը ուժու եռանդ չէր խնայել հանդիսատեսին ներկայանալու ուրույն ոճով։ Այսօրվա համերգս ես համարում եմ ստացված, ելույթ ունեցան Մեծգոնդուրայի վիկապարային համույթը եւ Գանձայի գանձերպարային համույթը։ Աշխատել էինք մի քանի ամիսների աշխատանք ներկայացրինք այսօր հանդիսատեսի եւ ծնողների տատին։ Ինձ թվում է, որ ստացված համերգ էր։ Ճիշտ է, կային մի փոքր թերություններ, բայց այդքան երեխաների հետ աշխատելը դժվարություններն ունի։ Մենք մասնակցել ենք բազում փառատոնների եւ փառատոններից կրկին վերադարձել ենք բարձր գնահատականներով, հաղթանակներով եւ ստացել ենք առաջարկ նույնիսկ Եվրոպա գնալու ու ապրիլ-մայիս ամիսներին արդեն պարզ կլինի, որ երկիրն ենք մասնակցելու։ Ծնողներից շատ շնորհակալ եմ, շատ, որովհետեւ առանց ծնողների բացարձակ այս ամեն ինչ հնարավոր չի։ Կանգնած են իմ կողքին ամեն հարցում։ Ծնող կոմիտեները այստեղ համերգին այս կուլիսների հետևում թե ինչ էր կատարվում, այդ ամեն ինչը ծնող կոմիտեների շնորհիվ էր։ Շնորհակալ եմ մեր տնօրինությանը Գայ Ղարսլյանին եւ իր անձնակազմին, ամբողջ ազնագազմին, իմ կոլեկտիվին, հաղորդավար Արկադի Սիմոնյանին, Շահենին, մշակույթի Գանձայի մշակույթի տնօրինությանը, Գոնդուրայի մշակույթի տնօրինությանը, տնօրեններին եւ իմ սաներին, ամենակարևորը, որովհետեւ նրանք իրոք մի քանի ամիսներ աշխատել էին եւ պատրաստվել էին հենց այսօրվա։ Ու ես համարում եմ, որ իմ աշխատանքը ստացվել էր։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ ամուսնուն, որ միշտ իմ կողքին է։ Շնորհակալ եմ ձեզ։ Մշակույթի կենտրոնի աշխատանքային գործունեության հաշվետվությունը շարունակվում է։ Խրախուսելի է այն, որ տարբեր գյուղերում ապրող ու մեծացող երեխաները համախմբվում են մեկ հարկի տակ, նույն նպատակի շուրջ, հավաքվում են միավորելու հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդների մշակույթի ամենապայծառ էջը։ Ու այս ամենի մեջ ամենամեծ դերը այն ստեղծողների դերն է։ Եկեք նրանց ցանկանանք անսպար ու եռանդուն աշխատանքային ուղի։